Պարոն Հովհաննիսյան, նախորդին վարչապետի ասած եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներից մեկը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվեց։ Այս առումով ինչ քաղաքական գնահատական կարող եք տալ։ Գնահատականը նախ եւ առաջ իրավական ըստ էության պետք է լինի եւ հատուկ մարմիններին պետք է շնորհակալություն հայտնել այդ բացահայտումների համար։ Ըստ էության քաղաքական գնահատականը վաղուց ենք արդեն հնչեցրել, որ այս մարդիկ գործակալական ցանցի անդամներ են եւ օտարերկրյա ազդեցության գործակալներ են, որոնք եկել են այստեղ իրենց տերերին են սպասարկում։ Ըստ էության այս մի դեպքը առաջին դեպքն է իդեպ նորանկախ պատմության մեջ, որ նման մասշտաբի լրտեսության դեպք է բացահայտվում, եթե չեմ սխալվում 620,000 ամերիկյան դոլարի դիմաց լրտեսություն էր իրականացվել եւ ազգային ժողովի գաղտնի նիստից տեղեկություն էր տվել։ Ես կարծում եմ, որ իրավապահները մի քիչ շատ խորանան եւ ավելի լավ ուսումնասիրեն փակ գաղտնի նիստերից էլի տեղեկատվություններ դուրս բերող ուրեմն մարդիկ կգտնվեն, պետք է դեռ բացահայտել, թե ով է տվել տվյալ անձնավորության այդ տեղեկատվությունը, որովհետև տվյալ պահին այդ անձնավորությունը ազգային ժողովի դահլիճում չի գտնվել եւ պատգամավոր չի եղել, բայց ընդհանուր գնահատականը վաղուց են հնչեցրել, գործում են շատ լուրջ գործակալական ցանցեր, որոնք էլ ավելի են ակտիվացել այս նախընտրական շրջանում, մինչև ընտրություններ դեռ էլի կարող է ակտիվանալ, որոնց նպատակը մեկն է Հայաստանի Հանրապետությունը կրկին դարձնել հենակետ, դարձնել իրենց տերերի համար, ուրեմն հենակետ իրենց տերերի շահերը սպասարկելու համար։ Սա է եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, օրինակ Ալուգացի օլիգարխի վերաբերյալ եւս փաստաթղթեր արտահոսեցին, որոնք փաստում էին այն մասին, որ այս մարդը ուրեմն ագենտ է FSB-ի ըստ էության եւ որևէ հերքում նրանց կողմից չենք լսում։ Մյուս եռագլխիկի հետ կապված, Ծառուկյան Գագիկի հետ կապված եւս նման տեղեկություններ կան, բայց ինքը եւս որևէ կերպ չի հերքում սա ինչ որ անհասկանալի մտքեր է արտահայտում խելացի դեմքով, եթե կարելի է այդ դեմքը խելացի կոչել որևէ իրավիճակում։ Թե Քոչարյան Ռոբերտի մասին էլ խոսելն ավելորդ է, այդ մարդը ուրեմն 98-99 թվականներից Հայաստանի Հանրապետությունում գործակալի ծառայություններ է մատուցում, որի օրոք հոկտեմբերի 27-ը եղել, մարտի 1-ը եղել, մի շարք քաղաքական սպանություններ են եղել եւ այլն եւ այդպես շարունակ։ Ընդդիմությունը նաեւ պրոռուսական ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է թույլ լինելու մեջ։ Թույլ լինելու մեջ կտեսնեն ով է թույլ հունիսի 7-ին, ջախջախվելու է պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Այդ մարդիկ կրկին նույն մեթոդներով են աշխատում, ինչով որ 21 թվականին էին աշխատում, հույսները դրել են կեղծ տեղեկատվության, fake hedge-երի վրա, fake լրատվականների վրա, նաև ծախված իրական լրատվականների վրա, ծախված իրական քաղաքական գործիչների վրա, փող բաժանելու վրա, բայց դե տեսնում ենք, թե ինչա տեղի ունենում նրանց հետ։ Արդ 2 օրերի ընթացքում, եթե չեմ սխալվում, 20-ից ավելի մարդ է ձերբակալվել գումար բաժանելու հետ կապված, տեսնում ենք, որ նույն Բարգավաճ Հայաստանի համար են փող բաժանում, ուժեղ Հայաստանի համար են փող բաժանում, Հայաստան դաշինքի դեպքում էլ է նույն տրամաբանությունը գործում։ Միակ հույսը այս մարդկանց մնացել է այս մեթոդով, փող բաժանելու մեթոդով, մարդկանց սպառնալու, վախերի հետ խաղալու մեթոդով ձայն հավաքելը, բայց չի ստացվելու։ Վերջին հարցումները ցույց են տալիս, թե ով է ուժեղ եւ ով է թույլ։ Մենք պատերազմի եռագլխիկ կուսակցության ներկայացուցիչների հետ դեպքում գործ ունենք ուրեմն անգրագետ եւ թույլիկ մարդկանց հետ, որոնք գնալու են եւ ջախջախվելու են հունիսի 7-ին։ Նաև կեղծ թեզերի մասին եւս խոսեցիք, շատ հաճախ եւ վերջերս շրջանառում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխության մասին լուրերը։ Սրանք ինչ նպատակ են հետապնդում ըստ ձեզ։ Դե պետք է համեմատենք օրինակ 21 թվականի հետ, 21 թվականին նույն տրամաբանությամբ տարածում էին Միջանսկի մասին խոսույթը, տեսանք ինչ եղավ։ Պարզվեց, որ փուչի կա եւ հիմա կա ճանապարհ Հայաստանի սուվերենության ներքո գտնվող, որից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը, թե դրա տնտեսական, թե դրա քաղաքական ուրեմն իմաստներով։ Հիմա նույն բանը փորձում են անել այս թեման շրջանառելով, տեսա ինչ որ տեսանյութեր են արհեստական ինտելեկտով պատրաստում, թե 300,000 ադրբեջանցիներ են գալիս եւ այլն եւ այդպես շարունակ։ Երբեք մենք բազմիցս ասել ենք, երբեք նման հարց չի քննարկվել, չի էլ քննարկվելու, մենք փակել ենք
ուրեմն Ղարաբաղյան շարժման հարցը, մենք չենք խոսում Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի մասին, որովհետև նրանք պետք է տնավորվեն եւ իրենց երջանկությունը եւ ապագան կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են։ Ադրբեջանից անգամ սրա մասին չեն խոսում։ Միակ ուրեմն ուժերը, որոնք խոսում են 300,000 ադրբեջանցիների մասին, Կալուգացի օլիգարխն է, Ծառուկյան Գագիկն է եւ Քոչարյան Ռոբերտն է, որոնք նույն ուրեմն տրամաբանության մեջ գործող եւ նույն քաղաքական ուրեմն բևեռը ներկայացնող մարդիկ են, բայց ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ հասկացել է թե ում այդ գործ ունի, այս թեման ամբողջությամբ կեղծ թեմա է, fake թեմա է, եթե խորանանք ապա կտեսնենք, որ Կալուգացի օլիգարխը օրը մի թիվ է ասում, 500,000 ասեց մի օր, 1 միլիոն ասեց, էլ խիեն ձգձգում, թող մի անգամից ավելի մեծ թվեր ասեն, 10 միլիարդ ասեն, 20 միլիարդ ասեն, այդ թվերն ավելի վախենալու կլինեն։ Սովորական նույն թեման է, ինչը որ Միջանցքի թեմային էր վերաբերվում, խոսում էին ինչ-որ բլուրներ հանձնելու մասին, դիրքեր հանձնելու մասին, տեսանք մեկն էլ օրերս դիրքեր հանձնելու մասին խոսած Կալուգացի օլիգարխի շուն շանգյալներից մեկն էլ տարածել էր այդ տեսանյութը, հիմա քրեական գործ է հարուցվել, բացահայտվել է այդ դեմքը փակած անձով է եւ բոլորը պատասխանատվության են ենթարկվելու եւ հունիսի 7-ից հետո էլ փախնելու տեղ չեն էլ ունենալու, երազելու են, որ նրանց համար ինչ-որ մեկը Կալուգայի տոմս առնի, բայց տոմս առնող չի լինելու նրանց համար, ես վստահեցնում եմ դրան։